72 տարի։ Տարիներ, որոնք նվիրված են եղել պայքարին, պետականությանը, Արցախին, հայկական բանակին, Հայաստանի Հանրապետությանը։ Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 72-ամյակն է, եւ մենք երիտասարդներս որոշել ենք հնչեցնել 72 խոսք մի մարդու մասին, որի կյանքի ուղին եղել է մեր պետության, պետականության կարևոր մի մասը։ Շնորհավորանքներս, պարոն նախագահ։ Պարոն նախագահ, շնորհակալություն, որ Արցախի ազատագրման պայքարի ամենածանր տարիներին կանգնեցիք հայրենիքի պաշտպանության առաջին շարքերում։ Շնորհակալություն, որ դուք մեզ նվիրեցիք հաղթանակած Հայաստանի ժառանգություն։ Մենք մեծացել ենք Շուշիի ազատագրման հաղթական պատմություններով, այլ ոչ թե կորստի ցավով։ Շնորհակալություն։ Ձեր անունը կապված է հայկական հաղթանակների կերտման կարևորագույն էջերի հետ։ Շնորհակալություն, որ հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում ունեցել եք առանցքային դեր։ Ձեր օրոք հայ զինվորը հաղթանակի, վստահության եւ անվտանգության խորհրդանիշ է։ Շնորհակալություն ձեր գործունեության համար, որի ընթացքում ոչ մի գրքում կամ հարթակում Զանգեզուրի միջանցքի գոյության մասին խոսք չկար։ Մենք այն սերունդն ենք, որ տեսել է ուժեղ բանակ եւ պաշտպանված պետություն։ Շնորհակալություն ազգային անվտանգության ամուր համակարգ ձևավորելու համար։ Ձեր գործունեությունը մեզ սովորեցրել է, որ խաղաղությունը պահպանվում է ուժով։ Շնորհակալություն այն բանակի համար, որի անունը հարգանք էր ներշնչում հակառակորդին։ Մենք հիշում ենք հաղթանակների ժամանակաշրջանը եւ գնահատում դրա արժեքը։ Շնորհակալություն, որ մեր սերունդը մեծացավ ազգային հպարտության զգացումով։ Ձեր անցած ճանապարհը հիշեցում է, որ հաղթանակները ձեռք են բերվում անզիջում պայքարի գնով։ Շնորհակալություն մարտական ոգու եւ հաղթանակի հավատասերունդներին փոխանցելու համար։ Մենք այն երիտասարդներն ենք, ովքեր հիշում են հաղթողի արժանապատվությունը։ Շնորհակալություն, որ պետական անվտանգության հարցերում երբեք չգնացիք հեշտ ճանապարհով։ Ձեր պայքարը Հայաստանի անվտանգության համար շարունակում է օրինակ լինել մեզ համար։ Ես այն երիտասարդներից եմ, ով 2016 թվականին զգացել է հաղթանակի բերկրանքը։ Շնորհակալ եմ այս զգացողության համար։ Շնորհակալություն, որ ապրիլյան պատերազմում Հայաստանը կանգնած էր հաղթողի դիրքերում։ Ձեր գործունեության տարիներին բազմաթիվ երիտասարդներ լայն հնարավորություն ստացան իրենց կոչումն ու կարողությունները ինքնադրսևորելու։ Շնորհակալություն ապագային միտված քաղաքականության համար։ Շնորհակալություն, որ հավատացել եք հայկական երիտասարդության ներուժին։ Ձեր օրինակը մեզ սովորեցնում է անմնացորդ նվիրվել Հայաստանի Հանրապետության պետականության գործին։ Ձեր օրոք ձևավորված բանակը կարողացավ արժանի պատասխան տալ թշնամուն։ Մենք հիշում ենք այն օրերը, երբ ամբողջ ժողովուրդը վստահում էր իր բանակին։ Շնորհակալություն այն վստահության համար, որը ձևավորվել էր բանակի նկատմամբ։ Պարոն նախագահ, ձեր օրոք զինվորական ծառայությունը հպարտություն էր։ Ձեր գործունեությունը մեզ սովորեցրել է, որ հաղթանակը նախ եւ առաջ հոգեբանական վիճակ է։ Շնորհակալություն, որ երիտասարդությանը միշտ դիտել եք որպես Հայաստանի ապագա։ Ձեր աջակցությամբ հազարավոր երիտասարդներ կրթություն ստանալու հնարավորություն ունեցան։ Շնորհակալություն, որ բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն ստացան սովորել աշխարհի առաջատար համալսարաններում։ Ձեր օրոք կրթությունը դարձավ պետական առաջնահերթություն։ Ձեր քաղաքականությունը նպաստեց նոր սննդի ձևավորմանը։ Ձեր օրոք շատ երիտասարդներ դարձան պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ։ Ձեր աջակցությամբ ձևավորվեցին բազմաթիվ երիտասարդ մասնագետներ։ Շնորհակալություն, որ երիտասարդին վստահեցիք պատասխանատվություն։ Ձեր գործունեությունը մեզ սովորեցնում է, որ գիտելիքը ազգային ուժ է։ Շնորհակալություն երիտասարդության նկատմամբ ունեցած վստահության համար։ Շնորհակալություն, որ ձեր ողջ գործունեության ընթացքում եղել եք ազգային սկզբունքների անկոտրում կրող։ Շնորհակալություն հայկական ինքնության պաշտպանության համար։ Շնորհակալություն Հայաստանի Հանրապետությանը նվիրվելու համար։ Շնորհակալություն պետական մտածողության մշակույթ ձևավորելու համար։ Շնորհակալություն Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման համար։ Ձեր օրոք Հայաստանը խոսում էր ուժեղ պետության դիրքերից։ Ձեր օրոք Հայաստանը հարգված գործընկեր էր միջազգային հարաբերություններում։ Շնորհակալություն, որ հայկական դիվանագիտությունը գործում էր արժանապատիվ դիրքերից։ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը կարողանում էր պաշտպանել իր շահերը միջազգային հարթակներում։ Շնորհակալություն ռազմավարական մտածողության համար։ Ձեր գործունեությունը սովորեցնում է մեզ, որ պետությունը պետք է առաջնորդվի ազգային շահերով։ Շնորհակալություն պետական մտածողությամբ երիտասարդների ձևավորման համար։ Ձեր քաղաքական ուղին մեզ համար պետական ծառայության դպրոց է։ Ձեր գործունեությունը կարևոր դեր է ունեցել հայկական պետականության ամրապնդման գործում։ Շնորհակալություն, որ մեզ թողեցիք հաղթանակած բանակի հիշողություն։
падգամով նոր հաղթանակներ կերտելու։ Շնորհակալություն պատասխանատու ղեկավարության օրինակ լինելու համար։ Շնորհակալություն, որ Հայաստանը ներկայացրել եք արժանապատիվ կերպով։ Ձեր անցած ճանապարհը մեզ սովորեցնում է չնահանջել դժվարությունների առաջ։ Շնորհակալություն, որ ծառայությունը հայրենիքին դարձրել է կյանքի ուղի։ Ձեր անցած ճանապարհը պետական գործի լավագույն օրինակներից մեկն է։ Շնորհակալություն, որ հայրենիքի անվտանգությունը ձեզ համար միշտ եղել է առաջնահերթություն։ Ձեր անունը կապված է հայկական պետականության կարևորագույն էջերի հետ։ Շնորհակալություն, որ մեզ փոխանցել եք հաղթանակի եւ պատասխանատվության արժեքները։ Ձեր գործունեությունը շարունակում է ոգեշնչել նոր զերունդներ։ Շնորհակալություն, որ ձեր հաստատակամ դիրքորոշման շնորհիվ Հայաստանում 300,000 ադրբեջանցիների ապրելու թեզը երբեք չի եղել ոչ մի օրակարգ։ Երախտապարտ ենք, որ հայրենիքի անվտանգությունը մշտապես եղել եւ մնում է ձեր ուշադրության կենտրոնում։ Շնորհակալություն ազգային արժեքներին հավատարիմ մնալու համար։ Շնորհակալ ենք, որ ձեր գործունեության ընթացքում արևմտյան Ադրբեջան եզրույթը որևէ տեղ չի հնչել։ Շնորհակալություն ազգային արժանապատվությունը պահպանելու համար։ Ձեր օրինակը մեզ սովորեցնում է անմնացորդ նվիրվել Հայաստանի Հանրապետության պետականության գործին։ Շնորհակալություն հաղթանակների, պետականության, ազգային արժանապատվության ժառանգությունը մեզ, երիտասարդներից փոխանցելու համար։ Այս 72 խոսքերը հնչեցին տարբեր մարդկանց շուրթերից, սակայն բոլորի հիմքում մեկ գնահատանք էր։ Գնահատանք ձեր անցած ճանապարհի, այսօրվա անզիջում պայքարի եւ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ ապագայի համար շարունակվող պետական ծառայության համար։ Պարոն նախագահ, շնորհավորում եմ ձեզ ձեր ծննդյան օրվա առթիվ։ Թող ձեր փորձը, կամքն ու պետական մտածողությունը դեռ երկար տարիներ ծառայեն Հայաստանին եւ հայ ժողովրդին։